Ալվարդ, բոլորն էլ նույնն են։ Դες այսօր քանի ատրիլ ա բերել դավաճանության մասին։ Մանե այնքան էս այդ թեմայից խոսած է, դրա համար էլ սաղոր այդ ռիլերը մոտդ բերում է։ Ես իմ հատ մենթալ հոգեբան, smart fetishist, feminist կուրատոր ասում ա, որ ամեն երրորդ տղամարդ գնում ա իր սիրածի մոտ։ Իրան գոնե գնում են, մանե։ Իվանը ինձ քթից տակ ա դավաճանել, իրա կաբինետում։ Մտա տենամ այդ հավի հետ ինձ դավաճանում ա։ Գիտես Արոնը ոնց խփեց գլխիս։ Անենց խառը խփոցի էր, սենց Արոնը գլխիս էր խփում, ես այդ հավի գլխին։ Ոնց մի րոպե, այսինքն այդ Ժիրոյի հետ նստած ծեծված հավը համեն Իվանի հետ ասիլի բիլի անում։ Մի րոպե սուս մնա էլի մանե։ Ես չգիտեմ մարդկության անհայտ պատճառներով ոնց ես դու Ժիրոյին սիրահարվե, բայց չեմ կարծում Ժիրոն այդ փիդրած հավին կարողանար կպցներ։ Մի րոպե, այսինքն Ժիրոն ինձ չի դավաճանել։ Այդ ծտի հետ հաստատ չի դավաճանել, բայց դավաճանել է։ Այդ ծտին որ դե տենամ, սենց փետուրները հատ փիդրելու եմ մանե։ Դնեմ ես աերոգրիլի մեջ այնքան պատտվի աչուձաղ, որ իմանա դավաճանելը որն է։ Չէ, Ալվարդ, չի դավաճանելի։ Անիմաստ քյութիկիս հանեցի տնից։ Գնում եմ բարիշեմ հետը։ Իսկ դու շատ մի տխրի։ Կարող ա մի օր դու էլ գտնես չդավաճանող ամուսին։ Ուղղակի նա երրորդը չլինի։ Փաստորեն հերիք չի ինձ դավաճանել են, մի հատ էլ միակ դավաճանվածն եմ։ Վայ։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վախչելու լեռնիկը լինան անդրանիկը մաշանու վիկան, Galician me mil setano me estima no Giro Ivan Giro Ivan Ori shigar kumas du Ori shisar tumas Ori shisar tallen hampurum kazdu Ori shigar kumas du Ori shisar tumas du Ալվարդ։ Ինչ Ալվարդ։ Քո համար ստե Ալվարդ չկա, գնա Մագայիդ մոտ։ Դե ավելի ծիտիկս։ Իրան մի հավատա, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես դավաճաններին չեմ ուզում լսեմ։ Ես ռաբիզ եմ ուզում լսեմ։ Դե հարի միասին ռաբիս լսենք ու կխոսենք համ։ Իվան, ես քեզ չեմ ուզում լսեմ, դու հա խափում ես ինձ։ Ծիտիկս, ախր քեզ ներվայրանալ չի կարելի, դու հղի ես։ Ճիշտ է, ես հղի եմ, բայց ոնց եմ մոռացել։ Ճիշտ է, հղի եմ ես։ Հղի։ Դրա համար ես քեզ ժպիտով կկտրատեմ ու քո մարմինը աշխարհի բոլոր ծայրերում կթաղեմ, որ քո նման դավաճաններ էլ կյանքում չծնվեն։ Ալվարդ, գժվել ես ինչ ուզան, գցի տանակը ձևցդ։ Չի կարելի, չէ ես հղի, դու հղի ես, Ալվարդ։ Դե արի մոտիկ, ցուլիկս, ես շատ բան չեմ անի։ Ուղղակի նենց եմ անելու, որ էլ կյանքում չկարողանաս դավաճանել։ Ախր այ Աթենք ջան, ինչ անեն։ Մանեն չի հավատում, որ ես իրան չեմ դավաճանել։ Այ ախպեր, ես ու քեզ չեմ խափի, ասում եմ մանեն մտավ ներս, ես ուզում եի այդ աղջկան օգնեի։ Մտավ ներս, սխալ հասկացա։
Ասա լավ մի բան ասա խմենք։ Այո, ես ինչ իմաստուն նրբերշիկ ես։ Ոնց ասիր։ Կներես պտի կծեմ։ Դու ինձ համար մենակ լավ սեղանակիչ չես, նաև լավ զակուսկի ես։ Մանե, ես քեզ չեմ տավաճանել։ Գիտեմ կյանքս, ես քեզ անկապ տեղն եմ մեղադրել։ Կներես, հա։ Իրականում այդ լիրփը Իվանի սիրասն էր։ Իվան։ Նշում ենք։ Քրաշս ես հարբել ես։ Քո սիրուց կյանքս։ Так, что это у нас? Отсчет. 5-րդ շենքի պոդիեզդի լամպի փոխարինում, նախահաշիվ գնվել է 1 լամպ, արժեքը 50,100 դրամ, որից լամպի արժեքը 100 դրամ, միջանկյալ ծախսեր 50,000 դրամ։ Okay. Աստատված է։ Ալվարտочка, բարև սիրելիս։ Հենց նոր քո մասին եմ մտածում, գիտես։ Как ты, солнышко։ Վատ է Վեներычկա։ Այն Իվանը մտածում է, որ հələ շանս ունի։ Ախր տես չպիտի լիներ։ Ինքը որ իսկականից դավաճանած լիներ, կիմանար, որ ես հաստատ չեմ ների իրան։ Ստեղ մի բան են չի։ Ամեն ինչ էլ էնա։ Это обычная мужская манипуляция։ Ինքը գիտի, որ դու կմտածես, որ եթե ինքը տենց անի, դու կմտածես, որ ինքը տենց չի արել։ Բան չհասկացա։ Ինչ կա չհասկանալ։ Ալվարդ, դու հիմա հղի ես, ու քո կապը իրականության հետ լրիվ ուրիշ մակարդակում է։ Դու հիմա հոգևոր կապ ես ստեղծում քո բալիկի հետ։ Քո բոլոր մտքերը քո բալիկի մասին է։ Ու դու չես նկատում այն, ինչ որ մի քանի ամիս առաջ դու անպայման կնկատեիր։ Ու ինչը չեմ նկատում։ Դու չես նկատում այն, որ Իվանը դասական դավաճան ամուսին է։ Ասեմ իր հաջորդ քայլը։ Ալվարտչկա ինքը գալու է քեզ մոտ նվերներով ու ասելու է Ալվարդ ներիր ինձ։ Ու անպայման ասելու է, որ երեխային հայր է պետք։ Վեներычկա, բա հիմա ոնց վարվեմ։ Որպես նորմալ, ադեկվատ կին։ Նվերը վերցնում ես, իրան էլ ռադ ես անում։ Ճիշտ ես ասում։ Ինչ լավ է, որ քո նման ընկերուհի ունեմ, որ ինձ լավ խորհուրդներ է տալիս։ Սենց որ գնա երեխայի քավորակինը դու ես լինելու։ Մնում է քեզ լավ քավոր ամուսին գտնենք։ Դե կխոսանք ապրես։ Я даже не представлял, что это будет так легко. Պայման է մեռնում։ Վան։ Այ քրաշս, հələ մի րոպե, հա։ Այ։ Վերցրես թանը խմի դզվի։ Վայ։ Այ։ Վախ ես ինչ լավ էր։ Այս թաների գիտես որն եմ սիրում, այն որ մեջը կտրտած վարում գա ու կանաչի։ Ակրոշկա։ Ակրոշկա։ Արկրոշկա։ Շնորհակալ եմ։ Այ։ Շնորհակալ եմ։ Գլուխս տրաքում է, բայց պետքա գործ անենք։ Մի արկղ պրոթեզ ա եկել։ Չգիտեմ ինչ եմ անելու։ Հեսա մանեն ամեն ինչ կկազմակերպի։ Ձեր պապիկի ատամները թափվել են, բայց պրոթեզ ունենալու համար նա պետք է գնա դոկտորի մոտ, չափսեր տա, հետո վեյթ անի, մինչև պատրաստ կլինեն, ու այդ ընթացքում սովից մահանա, դու կընկնեք թաղման ծախսերով, հազարատ բարեկամ գա ձեզ գրկի, քիսանի, ինչ որ գրիպով հիվանդանաք, մեռնեք, բա ձեզ պետք է։ Այդ քաշքշուկից ազատվելու համար առաջարկում են գնել ադապտիվ պրոթեզը։ Պրիվետ երեխեք։ Վայ, Լարա ջան։ Այսօր հատուկ ձեզ համար առանձնացրել եք
տիժ ապրանքներ։ Օրինակ, եթե դուք այսօր մեկ եք, ձեզ համար ունենք ընտիր կեցաղային տեխնիկա։ Եթե ուտեք, ունենք ընտիր խնամքի միջոցներ։ Արդեն նումերալոգիայից հասկանում ես, հա։ Բայց այսօր ես 34 եմ։ Այդ նումերալոգիան մինչև 10 չէ։ Դե մարդկանց մոտ մինչև 10 է երեխեք, բայց կենթանիների մոտ շատ։ Այսօր ես իմ ամբողջ օրը պետք է նվիրեմ իմ շունիկին։ Ես իմ Միմին շատ եմ սիրում։ Իմիջայլոց։ Դուք Միմիի համար ինչ-որ լավ բաներ կարող ունենաք։ Իհարկե ունենք Տիկին Լարա ջան։ Ձեր մռութիկ Միմիի համար արկղերից մեկի մեջ խաղալիքներ են գտել լիքը։ Լիքը, ճիշտ է ասում, ես անձամբ դրանցով խաղացել եմ։ Տա։ Ահա։ Սրանք ոսկորներ են, տալիս է շանը, մինչև հետ չես ուզում չի տալիս։ Օրինակ, եթե 5 ժամանոց շոփինգ ունեք, կամ ասենք 5 օրով տիգնակ Մալդիվներ հանգստանաք, այս ոսկորը տալիս եք շանը, հետ եք գալիս, տեսնում եք ոնց խաղում էր, տենց խաղում է, չի ձանձրացել։ Իսկ ականից։ Ահա, ուրեմն այս ոսկորները հենց ձեզ համար են։ Ավելի ճիշտ ձեր Միմիի համար են։ Արժեքն էլ ջրիգին։ Հատը $500։ Քանի հատ աստեղ։ 10 հատ, բայց հատիկով չենք վաճառում, վերջին խմբականակն էլ չեն արտադրում։ Ինչի։ Դե որովհետև այդ շները ինչ ունեն, ծախում են խաղամոլ են դառնում, բայց ձեր Միմին տենցը չի։ Այո, իհարկե տենսը չի։ Ինքը իմ ու պուպսիկի հետ 3 ամիս Վեգասում։ Երեխեք, որ խաղացող չդառավ, այս ոսկորից հաստատ չի դառնա։ Լավ, ես մի հատ զանգեմ։ Պուպս, ինձ $5,000 կողարկես քարտից։ Լսի, հանգստացի, իմ համար չի։ Միմիի համար է պետք։ Ապրես պուպսիկս։ Ահա, խնդրեմ, որ ասում եմ իմ համար է պետք, հարցնում է ինչի, չգիտեմ ինչ, հենց ասում եմ Միմիի համար է պետք, վարկյանական ուղարկում է։ Ինքը շատ է սիրում Միմի։ Դե դուք էլ որ զանգում եք փող ուզելու, ասեք Միմիի համար է։ Ճիշտն ասած արել եմ ու բռնվել եմ։ Չհավատաց, որ այդ ադամանդով ականջողները Միմիի համար են։ Հավատի մեկը։ Դա Ալբերտ, ես քեզ համար նոր հեռախոս եմ բերել եւ այս նոր հեռախոսով, նոր էջից կսկսենք իրար հետ խոսել։ Եվ այդ նոր հեռախոսով դու կնկարես քո կյանքի ամենաերջանիկ պահերը։ Իվան, հլը այդ նվերը դուրս տեղ ասեմ։ Դուր։ Ես այս հեռախոսով կնկարեմ իմ կյանքի ամենաերջանիկ պահերը։ Բայց այդ նկարների մեջ դու չես լինելու։ Լավ էլի Ալբերտ։ Դու չես հասկանում, որ այդ երեխային հայր է պետք։ Իվան, իմ երեխային հայր պետք չի։ Եթե պետք եղա, ես 24 ժամ կաշխատեմ բախտագուշակ, վայբերով կոֆեի բաժակ նայող կաշխատեմ ու իմ երեխուն կպահեմ։ Ու երբ որ երեխես արստի պապան ուրա, ասեմ գնացել էր հեռախոս առնելու, ոտը սոր էր տվել, գլուխը խփել էր, մոռացել էր այս տատեղը։ պատրաստ ես։ Ռաս։ Իմ շատ սիրելի հետևորդներ, ես գտել եմ ֆանտաստիկ սարք, որը այն մայրիկների համար է, ովքեր ունեն փոքրիկ բեյբիներ։ Ուրեմն այս սարքը լսում է ձեր երեխայի լացը եւ թարգմանում է այն։ Օրինակ, եթե ձեր երեխան լացում է այսպես, Մամա, քնել եմ ուզում։ կամ այսպես, Մամա, կակա եմ արել։ մի խոսքով, սա ֆանտաստիկ սարք է, ձեռք բերեք այն եւ սկսեք հասկանալ ձեր երեխայի զռռոցը։ Լավաճատի։ Մանե, բայց մենակ Լարարա մեզնից ապրանք առնում։ Ասում եմ, արի ես ապրանքները խափենք, ասենք շան համարա, ծախենք թող գնա, էդ էլ հետը։ Քրաշս դու հանճար ես։ Իվան, անսանտ շարժում արեցիր կծակեմ։ Ալբերտ, քեզ ներվային անալ չի կարելի, դու ես։ Ինչի ես նորից եկել Իվան ջան։ Խոստովանելու։ Դավաճանություններդ
Ես քեզ չեմ դավաճանել։ Այդ ամեն ինչը Վեդրան ասարքիլ։ Ես ու Վեներան միջև մանակ գնալս ընկերություն ենք։ Ինչ ես խոսում, Իվան։ Դու լրիվ գժվել ես։ Կաշիդ փրկելու համար ես ինչ ստեր ես հորինում։ Չեմ հորինում։ Հա, իրականում ես ու Վեներան ապրել ենք նույն թաղամասում, սովորել նույն դասարանում, դա դպրոցական սեր էր։ Ուղղակի վերջի զանգի քեֆի ժամանակ խմած գնացի ու ընկերություն անելու առաջարկ արեցի։ Նա էլ չմերժեց ու գնացի բանակ։ Ուղղակի վստահ չէի, որ ես ուզում եմ իր հետ ամուսնանամ։ Դրա համար կապերս խզեցի։ Նամակ չէի գրում, որ չտաքանա։ Բանակից հետ եկա։ Ընդունվեցի աշխատանքի, մի քանի տեղ արդեն մոռացել է իր մասին։ Ու երբ հանդիպեցինք, հավատա չեմ ճանաչել։ Իսկ նա նեղացած, ասեց, որ ինձ վրեժ ա լուծելու։ Ու լուծեց մարդը, հա, ինձ ու կես կրվածրեց։ Իվան, ես ես ամեն ինչը կստուր եմ։ Բայց եթե իմացել եմ սուտ ես ասում, ես տիկ-տիկ դու քորոցը հետս եմ տանում։ Մաշկիդ վրա ես սաղ զգալու։ Տիկին Լարա, սա հատուկ ձեր շան համար է։ Ադապտիվ պրոպրոթեզն է։ Ձեր շունը հագնում ա միասին նկարվում եք, երկուսդ էլ հոլիվուդյան ժպիտ եք ունենում։ Cute երեխեք։ Ես հաստատ կվերցնեմ։ Ահա, իսկ այս սարքը, Տիկին Լարա, կօգնի ձեզ, որ դուք հասկանաք ձեր շունիկի լեզուն։ Նայեք ինքը հաչում է, ձեր շունը, ու այս սարքը թարգմանում է շներենից մարդերեն։ Մամա, կակա եմ արել։ Ինձ մամա է ասում։ Ես կմեռնեմ, ես վստահ եմ, որ Միմիի դուրը կգա։ Երեխեք, ես վերցնում եմ, ասեք ինչքան է։ Դե, ինչքան է, հոց ես գին չենք ասելու։ Ինչքան ձեր շանը սիրում եք, այդքան էլ տվեք։ Մի րոպե։ Ինչքան եմ սիրում։ Ես ասեմ։ Ալո, պուպսիկ, ինձ $1 միլիոն փոխանցի, հենց հիմա։ Պուպսիկ, ես Միմիի համար եմ ուզում։ Երեխեք 10,000 կլինի։ Քննարկենք։ Այո։ Պուպսիկ, կլինի փոխանցի։ Շտապ։ Չլովն է, երեխեք։ Դե վсё, ես հիմա գումարը կփոխանցեմ ձեզ, բայց մի բան պետք է խնդրեմ, լավ։ Էս թող մնա ձեզ մոտ, եթե կարելի է, երեխեք, ես Միմիի հետ պարապմունքի եմ։ Ինքը գնալու է վարժեցման, էլի։ Վերջացնեմ ու գամ։ Շատ լավ, շատ լավ։ Մոտ եք վարժեցնում ձեր Միմիին։ Բա դա հարց է, իհարկե Միրզոյանի մոտ։ Միրզոյան։ Էն ջահելի։ Դրան ես եմ հաչալ սովորացրել։ Ձեր շանը բերեք ինձ մոտ, սարքեմ ամենադաստիարակված շունը։ Դե լավ, հեսա Միմիի հետ մենք կգանք։ Ժիրայր, կարամ իմանամ, ոնց ես պատրաստում այդ շանը վարժեցնել, հա? Դե կյանքս, որ օրինակ աղբորը ձեռքս մեկնում է, թաթը տալիս է։ Հա լավ, իմ աղբորը։ Այդ շունի չա ես չվարժացնեմ։ Ողջունում եմ մեր համատիրության լավագույն աշխատակցություն։ Չեմ ձել ուշունց, ինչ բողոքով ես եկել ժեք։ Բողոք։ Ես եկել եմ գովեստի խոսքեր ասեմ։ Ձեր մեր բակ հայտնվելուց հետո մեր բակի ամբողջությամբ բոլոր փոսերը արդեն չկան։ Հովարային անջատումներ չեն լինում։ Աղբը օրը 3 անգամ տանում է։ Կարճ կապի ուշունց, ինչ ես ուզում։ Ես որպես
անշահախնդիր բնակիչ, եկել եմ ձեզնից շնորհակալություն հայտնեմ ձեր կատարած աշխատանքի համար եւ երեկոյան ձեզ հրավիրեմ ռեստորան ընթրիքի։ Ինչ ռեստորան։ Այս դիմացի քնձռոտ ռեստորանը։ Վայ չէ, այդ ռեստորանն էլ ռեստորան չի աշխատում։ Դրանք ինչ որ ապօրինի ապրանք են ստացել ու տակից ծախում են։ Փաստորեն ապօրինի գործեր են անում։ Շատ ապօրինի։ Վեներա, մենք կարող ենք առանձին խոսել։ Իհարկե ոչ։ Իհարկե այո։ Պարոն Ուշունց, հիմա խնդրում եմ դուրս եկեք։ Մի քիչ ուշ դուք նորից կգաք ու մենք այդ գործարքի շուրջ էլի կխոսենք։ Տիկին Վեներա, խնդրում եմ առանց ինձ ոչ մի ապօրինի բացահայտում, լավ։ Դուրս արի Ուշունց։ Կանքս քեզ ռեժան եմ բերել։ Ասում են շատ օգտակար է։ Կրաշս մերսի։ Ո՞ն է։ Մտածում եմ ինչ ունենք, չունենք լարան առնում գնում է։ Այս ռեժանն էլ ծախենք։ Կասենք, որ բնական կաթի սերից հասարքած կառնի։ Դե ինչ գնով պիտի ծախենք, որ մեզ օգուտ լինի։ 7 միլիոն։ Հիշիրը ինչ թանկա։ Կատակ եմ անում, բայց հիշի, թանկից ռեժանը չկա։ Երեխեք, Միմին բերել եմ։ Բայ, Միմին բերելա։ Եկեք, տիկին Լարա։ Եկեք։ Մի մուսիկարի իմ կյանք։ Արի, նստի։ Ես ինչ մե։ Ես վստահ եմ, որ դուք իրար հետ լեզու կգտնեք։ Երեխեք, բայց ես պետքա 2 ժամով գնամ մոլ, Միմի։ Լսի, ես քեզ մի հատ բան եմ խնդրում։ Այս մարզիչիդ հանկարծ չուտես, կոնես մեկի։ Դե լավ, ես գնացի, չխանգարեմ ձեզ։ Իվանը ամեն ինչ չի, որ քեզ պատմել է, Ալվարդ ջան։ Ինքը քեզ չի պատմել, որ ես իրան 2 տարի սպասել եմ։ Սպասել եմ, որ ինքը պետք է գար ու ամուսնանար ինձ հետ։ Ինքը ոչ մի անգամ 2 տարվա մեջ ինձ չի գրել։ Իսկ ես հավատարիմ էի իրան, ես իրան սպասում էի։ Գիտես քանի հոգու եմ ես մերժել։ Հարուստ, սիրուն, խելացի, բոլորին մերժել եմ։ Ինձ պահել եմ Իվանի համար։ Չես հավատում, այս նկարը նայի։ Ու հավատա։ Բայց այս 20 տարվա պատմությունը, դու հիմա որոշել ես վրեժ խնդիր լես։ Այդ ջահել էր, հիմար էր, մի քիչ խելք չկար, ցնդած էր, հա, հասկացա։ Բայց 20 տարվա պատմություն է, Վեներա։ Ալվարդ, ես այս ամենը կազմակերպել եմ քո համար, որտեվ գալու է այն օրը, որ ինքը քեզ էլա թողնելու ու գնա։ Ուրեմն լսի, ես չեմ տրվելու ինչ որ ցնդած կանոջ մանիպուլյացիաներին։ Վայ, քեզ մենակ են թողեմ Միմի։ Երեխեք, ես վախեցել եք ու չեք պարապել Միմիի հետ։ Վայ, չէ, ինչ վախենալ։ Տիկին Լարա, լիքը պարապել ենք։ Ամեն ինչ վերջացրել ենք։ Երկել, պարել, արտասանել, գումարում, հանում։ Հիմա էլ դասամիջոցը բախկվոցի ենք խաղում։ Հանգիստ։ Բախկվոցի ճիշտ է։ Միմի ոնց եմ սովորացրել։ Պարայա բացում եմ ու որ տեսակը եմ։ Երևի ամաչմա մամայի մոտանի։ Վայ, շատ շնորհակալ եմ երեխեք։ Դե եկեք ես վճարեմ ու մենք գնանք։ Չէ, շտապ չի։ Հետո կվճարեք։ Այսօր մենք 18 ենք։ Այդ նշանակում է, որ մենք պիտի մեր բոլոր հաճախորդների նվերներ անենք։ Վայ, դե շատ ապրեք երեխեք։ Ես վաղը Միմիին նորից կբերեմ դասի։ Չէ, կարիքը չկա։ Գիտեք, 2 տարվա կուրսը մի օրում անցավ, շատ խելացի շունա։ Մենք էլ իրան սովորացնելու բան չունենք։ Տեսեք, թե ինչ են բերել։ Տեսեք ինչ են բերել։ Что это, Ушунц? Если Венера не идет к ընթրիքու, ընթրիկ придет к Венере։ Ушунց, ես քեզ ընթրիքի համար չեմ կանչել։ Ահա։ Ушунц, положи на место. Положи.
Значит так уж ոնց։ Եթե դու ուզում ես, որ ես քո հետ գամ ռեստորան, դու նախ եւ առաջ պետք է ապացուցես, որ դու համայնքին նվիրված քաղաքացի ես։ Տիկին Վեներա, ձեզ հետ ընտրելու համար ես պատրաստ եմ հենց հիմա դուրս գամ փողոց եւ փողոցի բոլոր ծխախոտի մնացորդները հատիկ առ հատիկ հավաքեմ, խոտերը ներկեմ կանաչ, երկինքը կապույտ, ինչ է պետք անել, ասեք, կանենք։ Շատ ավելի հեշտ եւ ինձ հաճելի բան։ Հələ։ Պետք է օգնես ինձ, որպեսզի Ժիրոյի եւ Իվանի բիզնեսը полностью վերացնենք։ Ու այդ ժամանակ ես կգամ քեզ հետ ռեստորան։ Մեծագույն սիրով, տիկին Վեներա, ասեք, կանենք։ Ba-dum, bum, 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 ba-dum, ba.